Մեր իշխանությունները այսօր որ ասում եք կսկծու փառքաստու փորձում են հիմնավորել այդ զիջումները։ Ոչ թե իրենք ասում են մենք ուժի սպառնալիքի ներքո են արել այդ ամեն ինչը։ Հասկանալի է, հա, որ այդպես բան ասող լինեն, հենա չեն էլ անի։ Եվ այդ սպառնալիքը կմնար պատերազմական Ադրբեջանի կողմից եւ Ադրբեջանը չէր ստորագրի այդ ամեն ինչը եւ այսօր ինքը Ռուսաստանի հետ կլներ եւ այդ ռազմական ներխուժման սպառնալիքը էլի մնացած կլներ։ Ինչի է հիմա վերացել այդ ռազմական ներխուժման սպառնալիքը։ Ոչ թե միայն ձևական այդ փաստաթղթերը ստորագրելով, այլ որովհետեւ Ռուսաստանին ինքը այդ ստորագրումով գցեց Ադրբեջանը եւ փչացավ հարաբերությունը, էլ չի կարող ինքը հենվի Ռուսաստանի վրա, եթե նույնիսկ նման բան փորձի նախաձեռնի։ Իսկ եթե Ռուսաստանի վրա չի կարող հենվել, Ամերիկան էլ դրան դեմ է, Միացյալ Նահանգները, ուր կողմ գնացել է, որի կողմ գնացել է Ադրբեջանը, որի հետ հարաբերությունները բարելավելու գնով Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացրեց, բնականաբար ինքը արդեն կաշկանդված է աշխարհակահական իրավիճակով։ Հիմա Հայաստանի իշխանությունները, որ ասում եմ կսկծու փառքաստու, ես հասկանում եմ, հա, ես դրա համար այնտեղ դատապարտումի մեջ կոնկրետ թիրախը հենց այդ 57 երկրներն են եւ երա նախագահները եւ այնտեղ արձանագրվում էր առանց դատապարտելու, որ Հայաստանը ստիպված է եղել, որովհետեւ Հայաստանի իշխանությունները առաջնային խնդիր են լուծում, որ պատերազմ չլինի։ Դա իրոք շատ կարեւոր է այսօր։ Բայց մենք ինչ ենք այնտեղ ասում, որ ասում ենք, օրինակ Հայաստանի իշխանությունները նաեւ համաձայնվեցին այնպիսի զիջումների խաղաղության պայմանագրի մեջ, որոնք որ ակնհայտ իրենք երկար ժամանակ չէին համաձայնվում, որովհետև Հայաստան շահերից դա չէր բխում։ Չի կարող այդպեսի բան լինի, որ 6 ամիս առաջ ուրեմն Եվրամիության դիտորդների հետ քաշելու, հայցերի հետ կանչելու հարցը մեր շահերից չբխեր եւ դրա պատճառով Հայաստանի իշխանությունները չստորագրեն այդ խաղաղության համաձայնագրի տեքստը, որ Ադրբեջանն է ըստեյության գրել։ Չհամաձայնվեն դրան։ Բայց հանկարծ ինչ-որ մի պահի այսպես անակնկալ մատուցելով բոլորին եւ հատկապես Ալիևին, ասեն համաձայն ենք դրան։ Եվ հիմա էլ հիմնավորում են, բացատրում են, թե ինչքան դա մեր շահերից բխում է։ Դա եմ ասում էլի կսկծու փառքաստու։ Բայց համենայն դեպս ակնհայտ էր, որ Հայաստանի շահերից չբխող դրույթները դրա համար էր ձգում եւ ինչի հանգարց համաձայնվեց, որտեվ եղավ այդ ինֆորմացիան, որ կա սպառնալիք ռազմական հարձակման հնարավորություն կա, վտանգ կա։ Եվ դրա համար համաձայնվեց, փաստի առաջ կանգնացնելով նաեւ Ալիևին եւ այդ արդեն պատրաստի փաստաթուղթը հրամցնելով Թրամփին, որ եթե ուզում ես խաղաղության հեղինակ դառնաս եւս մի տարածաշրջանում, խավորություն անես խաղաղության, արի պատրաստի հենա փաստաթուղթը կա երկու կողմով համաձայնեցված։ Իսկ այնտեղ արդեն դառնում է դետալներ, լրացուցիչ նախապայմաններ Ադրբեջանի կողմից եւ այլն, որոնք որ չարտացոլվեցին, տեսեք, այս ամենի մեջ։ Միակ նախապայմանը, որ արտացոլվեց, հենց այդ ԵԱԿ Մինսկի խմբից հրելու նախապայմանն էր։ Բայց Միրզոյանը, ես ներկայացրեցի Միրզոյանի այդ ձևակերպումը, նա ասեց Ադրբեջանը նախապայմաններ է առաջ քաշում այժմ, որին Հայաստան համաձայն չէ։ Դա եւս համարվում է ոնց որ կարողացավ ներողություն այդ բառի համար խիզախեց եւ պարզ ասաց, որ այն ինչ պահանջում է մեզանից Ադրբեջանը Հայաստանին շահերից չի բխում այս բանը։ Այդ խիզախելու համար հիմք է ձևավորվել։ Միայն նա չի խիզախում։ Հիմա Նիկոլ Փաշինյանն էլ բավականի կոշտ արձագանքում է Ալիևին։ Հիշում եք անցած տարի, նախանցած տարի ոնց են իրան անդադ մեղադրում ընդդիմությունը, որ ինչի չես պատասխանում, Ալիևը էս ասեց, այն ասեց, դու ձեն չես անում։ Որտեւ այդ հիմքը չկար։ Հենվելու տեղ չկար։ Ես ներկայացնում Փաշինյանի ձևակերպումը եւ դուք ասեք որն է այդ հիմքը։ Այո, Փաշինյանի այս ձևակերպումը ես կբերեմ որպես ապացույց այսինքն այդ կոնտեքստում ձեր ասացի։ Ի պատասխան հարցերի Զանգեզուրի Միջանցք ինչու է Ալիևը օգտագործում եւ այլն եւ Փաշինյանը ասում է ոչ ոք իրավունք չունի Հայաստանի որևիցե տարածք անվանում դնել առանց Հայաստանի իրավունքի եւ ընդհանրապես Զանգեզուրի Միջանցքի թեմագոյություն չունի ոչ մի փաստաթղթում չի հիշատակվում։ Փաշինյանը ասում է հետևյալը. սա ինքնիշխանության փոխադարձ ճանաչման Հայաստանի եւ Ադրբեջանի Թրամփի ներկայությամբ սա փակագծերում ես ավելացրեցի ինքնիշխանության փոխադարձ ճանաչման սկզբունքի կոպտագույն խախտում է Փաշինյանը եւս խիզախեց տալ գնահատական եւ այսպես որն է այդ հիմքը ուրեմն տեսեք ես հիշեցի որ նաեւ Պուտինի հետ հանդիպման ժամանակ ԱՊՀ երկրների հանդիպում էր ղեկավարների Էլի այդ փսիխոսակցություն եղավ, Փաշինյանը հակադարձեց ամեն դեպքում հենց տեղում հրապարակային Ալիևին հակադարձեց, որ ոչ մի Զանգեզուրի միջանց չկա, եւ Պուտինը ստիպված էր ընդունել, որ այո, ոչ մի Զանգեզուրի միջանց։ Դա մինչ Թրամփյան։ Հենց է, որ դա Բայդենի շրջանն էր, դա արդեն եվրոպական դիտորդները կանգնած էին եւ հիմքը դա էր։ Բայց երբ որ Բայդենի փոփոխություն եղավ եւ անկանխատեսելի Թրամփը
որին Ալիևը ողջունել էր դեռ միջև ընտրությունները, այսինքն դիրքավորվել էր որպես իր կողմնակից եւ դա կարող էր գնահատվել Տրամպի կողմից եւ որը ինքը հենց 20 թվականի պատերազմի 2020 թվականի պատերազմի թույլ տվողն էր, աչք փակողն էր դրա վրա, չէ՞։ Եվ ինքը նորից վերադառնում էր եւ ինքը նաեւ միջազգային կարգի դեմ պայքարողներից մեկն է, այսպես կոչված գլոբալ իրավունքների, գլոբալ աշխարհի, գլոբալիստների դեմ պայքարողն է, չէ՞, որտեվ այդ գլոբալիստների դեմ պայքարողների խմբակը ահագին ուրախացավ, ակտիվացավ Տրամպի գալով, չէ՞։ Այդ ավտոկրատ սրիկաների ակումբը։ Ալիև, Օրբան, որը Սաֆարովին արտահանձնում էր Ադրբեջանին գլոբալիստների դեմ պայքարի համար երևի, որ հանգարց Սորոսը չկարողանա միջամտի երևի ինչ-որ բաներին։ Սորոսի գրասենյակն է փակում էր Բուդապեշտ։ Նետանյահուն, որ էլի նույն Սորոսի գրասենյակ փակողն էր, եւ այսպես դեմոնացնելով բացասրակությունները եւ բացասրակությունների համար պայքարը գլոբալիստների նաեւ, այսպես իրենց ավտորիտար դիկտատորական բաներն են ձևավորում, իրանց ցանցն են ձևավորում, նույն Պուտինը։ Այդ ակումբը ահագին ուրախացավ, որ Տրամպը եկավ։ Եվ այդտեղ էր, որ Ալիևը ահագին ոգեշնչվել էր, որ կարելի է եւ ռազմական հարցակմամբ այս հերթական անգամ 2020 թվականի պես հիմա էլ արդեն Հայաստանի հարցերը լուծել Ռուսաստանի հետ միասին ունենալով թիկունքում, բայց քանի որ այդ հարցը շուռ եկավ, այդ խաղաղության պայմանագիրը ըստ էության մնացել էր, որ Հայաստանը համաձայնվի այդ երկու անընդունելի կետերին, որպեսզի կարողանա Տրամպին դեմ տա, ասի հեսա ունենք խաղաղության պայմանագիր։ Հենց ինքնին դա էլ էր կաշկանդող Ադրբեջանին, որովհետև եթե խաղաղության պայմանագիր չկա, Ադրբեջանը կարող ասեր Հայաստանը մաքսիմալիստական բաներ է առաջ քաշում, չէ, տարածքային պահանջ ունի իմ դեմ, դրա համար էլ ես էլ հոչեր ասելու հարցակվում եմ, ինքը ասում էր ես 9-րդ կետն եմ կատարում, այնտեղ գրած է որ բան պետք է անխոչընդոտ լինի, միջև հիմա խոչընդոտ։ Հազար մի բան, մի հիմա էլ ասում, էթնիկ զտում է արի Հայաստանը մեր ժողովրդի, ինչ հիմքեր ասես Ալիևի մոտ գրպանում պատրաստ են։ Հա, պատրաստ են, բայց այն ժամանակ փաստաթղթեր չկա ստորագրված։ Ճիշտ է։ Հա։ Իսկ հիմա կա փաստաթղթեր, հերիք չի, այդ փաստաթղթերի քավորն էլ կոպիտ ասած Միացյալ Նահանգներն է, պատահական երկիր չի։ Տրամպն է, որ անկանխատեսելի է, եւ որին բարկացնելը տեսանք, չէ, ասենք Պուտինի հետ ջանջիգեր, մեկ էլ հանգարց ինչ որ մի պահի բարկացավ եւ ասում է տամագավկերով տվեք անդազանդարեք, են որ ասում է, ճիշտ է, հələ չեն մատակարել, բայց ասում է, որ այդ թույլատվությունը ունեք։ Կմատակարեն մի օր էլ։ Ատակամս ունեն հիմա տամագավկի փոխարեն, ոչինչ, մի քիչ ավելի թույլ զենք է, բայց էլի բավական հզոր։ Ուզում եմ ասեմ, ոչ մեկ չէր ուզում եւ հատկապես Ալիևը, որ նոր պետքա ձևավորեր Տրամպի հետ հարաբերությունները, չէր ուզում 4 տարի ընթառաջ փչացնել այդ հարաբերությունները անկանխատեսելի հետևանքներով իր համար։ Ռուսաստանն էլ չգիտես, այսօր եկուց է, հա, որ ասում է, իրանք էլ Ադրբեջանն էլ չէր ուզում ամբողջությամբ լրիվ Ռուսաստանի հետ կապեր իր ապագան։ Եվ այս հանգամանքներից օգտվելով Հայաստանի իշխանությունները, կոնկրետ Նիկոլ Փաշինյանը հրավիրեց Միացյալ Նահանգներին տարածաշրջան, եւ դա շատ լավ էր, բայց դրա գինը պետք է լիներ այն, որ ինչ որ փաստաթուղթ ունենար համաձայնեցված, որ Տրամպին ասեր դե արի ստորագրել տուր, հենա համաձայնացել եք, չի ստորագրում Ալիևը։ Այդ տենց խաղը դրվեց եւ ստացվեց։ Բայց հիմա քանի որ կա այդ փաստաթղթերը, կա նաեւ այդ հիմքը, այսօր երկու բանը խումբ է աշխատում Հայաստանի հետ ամերիկյան։ Մեկը աշխատում է հենց այդ Տրամպի ուղին եւ կոմունիկացիաների բաների հարցով զարգացնելու շինարարական հարցը այդ 145 միլիոն էլ որ հատկացել են այդ փողերը ծախսելու իրացնելու հարցերով ազբաղվում։ Եվ մյուս երկու համաձայնագրերը ատոմային բան միջուկային էներգիայի հետ կապված, էներգետիկայի հետ կապված եւ մյուսն էլ այդ կիսահաղորդիչների եւ ընդհանրապես բարձր տեխնոլոգիաների արհեստական բանականության ոլորտի։ Հիմա տեսեք, այս կարևորագույն հիմքը ունենալով արդեն Միրզոյանն էլ, Փաշինյանն էլ կարող են ավելի ամուր դիրքերից խոսեն։ Չեմ ասում իրենք փորձում են հարաբերություններ փչացնել, բայց Ալիևը ինքն է փորձում սաբոտաժ անել, որտեղ ինքը հասկացել է, որ ինքը մի տեսակ թակարդի մեջ է հայտնվել։ Իրան ստիպել են, անես պայմաններ են ստեղծել, փակուղի են ստեղծել իր համար, որ ինքը ստիպված գնա Վաշինգտոնում այդ ամենը ստորագրի եւ փչացնի հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Ինքը այդ ամենը հասկանալով սադրում է, որ հիմա Հայաստանը մի բան անի, որ հետո Հայաստանի վրա շարքցի, ասի տես Հայաստանը էլի չի անում, չի համաձայնում, բայց Հայաստանը ամեն ինչին համաձայնում է, ինչ որ ստորագրել է։ Բայց դա չի նշանակում, որ այդ ամեն ինչը միջազգային իրավունքի համապատասխան է եւ քաղաքացիությունը չպիտի բարձրաձայնի դրա մասին։ Ամեն մեկ իր գործը թողանի։ Քաղաքացիությունը ազատ է այդ հարցերը թեկուզ պատմության համար, բայց նաեւ այսօր հիշեցնելու համար միջազգային հանրությանը իրենց արած անպատասխանատու հակաիրավական քայլերը, որտեվ Մինսկի խումբը վերջո ձևավորվել էր շատ լուրջ խնդիր լուծելու համար, ելի եմ ասում, ՄԱԿ-ի մանդատ էր ստացել։